Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տարածաշրջանում Հարավ-Կովկասի խաղաղության օրակարգը թելադրող Ալիևը առիթը բաց չի թողել եւ Եվրանյուզին տված հարցազրույցում խոսել է ուժի կիրառման գերակայության մասին։ Ալիևն ուզում է ասել, որ եթե տարածաշրջանում իր թելադրանքով խնդիրները չլուծվեն, կդիմի ուժի կիրառմանը։ Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան։ Իրավիճակը կառավարվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ ուժի։ Մենք դա կարող ենք տեսնել աշխարհի տարբեր մասերում։ Ռազմական փորձագետներն են նկատում նույնիսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթի քավոր կանգնած Թրամփը, որը օրնիբուն թմկահարում է, թե աշխարհում պատերազմներ է կանխում, հենց ինքը այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ ունի։ Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ հվում է տալիս իր զինված ուժերին ամենամարտունակ բանակ ունենալուն եւ որոշ պետությունների նկատմամբ ունի տարածքային նկրտումներ։ Իսկ հա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը արտաքին հետախուզության ծառայությունը կարծես թե լավատես է։ Նրանց այս տարվա զեկույցում օրինակ նշվում է, թե Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնության արդյունքներով այս տարի ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Նշված եւ ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Դատելով Ալիևի եւ իր վարչակազմի խոսույցից, նրանք դեռևս Հայաստանի Հանրապետությունից ունեն ակնկալիքներ։ Ալիևը նաեւ կարմիր գծով այսպես տանում է, որ այդ բնակավայրերը չունեն այն անվանումները, որոնք որ հիմա կան հայահուն անվանումներ են, այսինքն ինքը ամբողջությամբ տեղավորում է այն կոնցեպտի մեջ, որ նաև այս Հայաստանը, որը որ հիմա կա գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, դա ադրբեջանական է եւ պետք է հայերը ըստ Ալիևի համակերպեն այդ մտքի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Մյուս կողմից արտաքին հետախուզության ծառայության դիտարկումների համաձայն շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլ նաև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին։ Ադրբեջանը երրորդ պետության դեմքով նկրտումներ ունի նաեւ Իրանի տարածքների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը երևում է նաեւ Հայաստանի հետ սահմանին իրականացվող աշխատանքներում։ Բաքուն այդ հատվածներում տեղակայում է այնպիսի զինամթերք, որոնց հեռահարությունը 50-ից 60 կիլոմետրի է հասնում։ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Զայեդ մրցանակի հանձնաժողովի անդամներին եւ ճանաչվել Զայեդ մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու տարածաշրջանային կայունության առաջմղման համար։ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ մրցանակը համատեղ նվաճում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետին փոխանցվել է հրավերը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք մրցանակի արարողությանը մասնակցելու համար։ Արդարադատության նախարարությունը հերքել է VT4Agent Policy հարթակում տարածված տեղեկությունը, թե իբր վարչապետ Փաշինյանը իր մերձավորներից դատավորներ է նշանակել քաղաքական դաշտը մաքրելու նպատակով, ընդգծելով, որ այդ պնդումները ապատեղեկություն են։ Նախարարությունը պարզաբանել է, գործընթացը կարգավորվում է բացառապես սահմանադրությամբ եւ օրենքով, իրականացվում է բազմափուլ ու թափանցիկ մեխանիզմով եւ չի կարող կապվել քաղաքական կամ ընտրական նպատակների հետ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցում։ Այսօր ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկեց հայ առաքելական եկեղեցու մասին իշխանական եւ ընդդիմադիր թևերի միջև բուռն բանավեճով։ Ժողովուրդ, այս խոսույթը բերեք վերջացնենք, որևէ մի մահկանացու մարդ չի կարող եկեղեցի լինել։ Միայն դրանից հետո պատգամավորները անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի զեկուցմամբ քննարկվեցին մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են պետական գնումների եւ դատավարական գործընթացների կարգավորմանը։ Օրինակ մենք դեպք ենք ունեցել, երբ որ Սյունիքում գծանշումներ պետք է իրականացվեր ճանապարհների եւ ընկերությունը, որը համապատասխան աշխատանքները որակով չէր իրականացվել, պայմանագիրը կասեցվել էր, ընկերությունը սկսել էր վիճել, որ չէ,
որակով է իրականացվել, արդյունքում Սյունիքում երկար ժամանակ որոշ ճանապարհների վրա, ընդ որում որոնք սև կետեր էին նույնպես իրանց մեջ պարունակում, գծանշում չէր իրականացվում ու մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ էր սպառնում։ Առաջարկվող փոփոխություններով կառավարությանը հնարավորություն է տրվում որոշ դեպքերում միջամտել մասնավոր ընկերությունների գործունեությանը, հարկատուի շահը առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով։ Օրակարգում էին նաև դատական համակարգին վերաբերող փոփոխությունները։ Նախատեսվում է էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովում 3-ով ավելացնել ոչ դատավոր անդամների թվակազմը։ Կան միջազգային ստանդարտներ, որ նման հանձնաժողովներում պետք է դատավորների թիվը որոշակիորեն գերակայի, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ անդամների թիվը գերակայի այնքան մեծ թվով, ինչը որ հիմա ունենք մեր գործող օրենսդրությամբ։ Ըստ այդմ մենք մեր առաջարկի արդյունքում այդ տարբերությունը կլինի ընդամենը 1 անդամի ուրեմն թվով, որը շատ մեծ ազդեցություն կարող կունենա մեր կարծիքով որոշումների կայացման վրա։ Նպատակն է փոխել դատավորների եւ իրավաբան գիտնականների հարաբերակցությունը, ապահովելով ավելի օբյեկտիվ մոտեցում կարգապահական վարույթների ընթացքում եւ նվազեցնելով կորպորատիվ շահերի ազդեցությունը։ Քվեարկություն։ Քվեարկությամբ ընդունվեցին նախապես քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում տարկետում ստացած եւ միջազգային բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում կրթություն ստացած քաղաքացիներին հնարավորություն տրվեց ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել Հայաստանում, ինչից հետո ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Խորհրդարանն ընդունեց նաեւ տոներին եւ հիշատակի օրերին վերաբերող փոփոխությունները, որոնց համաձայն հունվարի 27-ը սահմանվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ դարձավ ոչ աշխատանքային։ Ձայների մեծամասնությամբ ընդունվեց նաև զինվորական ծառայությանը վերաբերող փոփոխությունների փաթեթը։ Ըստ դրա 27-ից 37 տարեկան շուրջ 1200 քաղաքացիներ, որոնք չեն անցել պարտադիր ժամկետային ծառայություն, հայրենիք վերադառնալուց հետո ազատազրկման փոխարեն կարող են ընտրել այլընտրանքային տարբերակներ, համապատասխան դրամական վճարով։ Խորհրդարանը քննարկեց նաև վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն ուղղված փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվեց վարչական գործերով վերաքննիչ բողոքները քննարկել գրավոր ընթացակարգով։ Բանավոր նիստ կկայանա միայն բացառիկ դեպքերում դատարանի հիմնավորված որոշմամբ։ Մյուս փոփոխությամբ առաջարկվեց սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ բողոքարկման հնարավորությունը։ Եթե վարչական դատարանի վճիռը վերաբերում է մինչև 300,000 դրամ տուգանքին, այն այլևս չի կարող վերաքննության ենթարկվել։ Թեպետ կառավարությունից նախապես հայտարարել էին, թե վարչապետը չի մեկնելու Շվեյցարիա մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին, Թրամփի հրավերով Փաշինյանը արդեն այնտեղ է, որպես հիմնադիր անդամ ստորագրելու խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Իշխանական պատգամավորներին հարց հենց այս մասին։ Նախնական տեղեկություններ կան, թե կառույցի անդամավճարը շուրջ $1 միլիարդ է կազմելու։ Մեր համար մեկ խնդիրն այսօր այդ կառույցում մանդատ ունենալն է, նույն գումարը այլտեղ որևէ այլ խնդրի լուծմանը հնարավոր չէ ուղղել։ ԿՊԱ-ականները առաջարկում են առայժմ սպասել, անդամակցության գինը դեռ վերջնական հաստատված չէ։ Կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել, դրա համար ժամանակին, երբ որ կգա ժամանակը վարչապետի աշխատակազմը դրա մասին անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը։ Իշխանականներին ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է հակադարձում Մամիջանյանի ձևակերպմամբ տրամաբանական հարցով։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի $1 միլիարդ եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ $1 միլիարդ, նույնիսկ եթե դա այդպես է, ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ։ Ամերիկայի նախագահը նաև որոշել է Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք սահմանել։ Թրամփի նախաձեռնությունը ինչ ազդեցություն կունենա մեզ վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարավային հարևանի հետ տնտեսական ամուր կապեր ունենք։ Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է, Ամերիկա-իրանական հարաբերություններում լարվածությունը նոր չէ, իսկ Հայաստանը արդեն բալանսավորել է իր արտաքին քաղաքականությունը։ Մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում էլ համոզված են, բալանսավորված արտաքին քաղաքականությունը այստեղ հարց չի լուծի։ Իրականում պետք է ընդունենք իրողությունն է։ Աշխարհը այլևս այն չափանիշներով ու արժեչափերով, որ գործել է եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է եւ այս իշխանությունները
որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ինչ վերաբերում է Սյունիքի ամերիկյան ճանապարհին Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփին, ապա ընդդիմադիրները կառավարությունից այդպես էլ արձագանք չեն ստացել։ Արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ խաղաղության ու բարգավաճման երթուղու 74% մասնաբաժինը տնօրինող Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանցիների հետ քննարկում է այդ երկրի պետական ներդրումները այն մասնավոր ընկերություններում, որոնք էլ հենց զբաղված են լինելու մեր թրիփով։ Հեղուկ գազի շուկայում ոչ միայն ապրանքի վաճառքի դեֆիցիտ է, այլ գները ժամ առ ժամ բարձրանում են։ Մինչև ամանոր, եթե 1 լիտր հեղուկ վառելիքը վաճառվում էր 190-ից 200 դրամով, վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հեղուկ գազի լիտրը 50 եւ ավելի դրամով բարձրացել է։ Լցակայաններում վառելիք չեն վաճառում, շատ տեղերում էլ կտրոնով են առքուվաճառքն իրականացնում։ Լցակայաններ էլ կան, որտեղ հեղուկ գազի լիտրը 260 դրամի է հասել։ Ասենք առավոտ լցրել եմ նույն լցակայանից 210 դրամով, իրիկուն եկել եմ 250-ով։ 2 օր առաջ եմ լցել մոտ 260 դրամով, որտեղ որ գրած է 260 գոյություն չունի, 280 եւ ավելա։ Տեղեր կա, որ չել վաճառում, դեֆիցիտ է։ Դեֆիցիտ է, գազ 1000-ից մի տեղ կա։ Վերև 280-ա, բայց ոնց որ էլի չկա։ Ինչու է հեղուկ գազի վառելիքի շուկայում նման իրավիճակ ստեղծվել, ինչու է այս վառելիքի սակագինը թանկացել։ Հեղուկ գազի վաճառքի կենտրոններից տեղեկացրին, որ վառելիքի դեֆիցիտի պատճառը նախվերին Լարսում ստեղծված իրավիճակով է պայմանավորված։ Այս պահին էլ չկա, միգուցե մոտենակ դեռ չեն կարգավորել։ Խնդիրը ո՞րն է, որ չկա։ Նախ Լարսն էր փակ եւ մեքենան պետք է հասնի, որ լիցքավորի լցակայանը դուք էլ կարողանաք օգտվել։ Բոլոր կետերում ունեք, թե մենակ Աբովյանն է։ Իրանում վերջին իրադարձությունների լարված իրավիճակը եւս իր բացասական ազդեցությունն է թողել այդ երկրից հեղուկ վառելիքի Հայաստան ներմուծման առումով։ Իրանում արգելված է որոշ ապրանքների, այդ թվում վառելիքի ներմուծումը Հայաստան։ Սովորաբար ձմռան ամիսներին սկսում ենք Իրանից բերել, բայց հիմա խառը վիճակը այնտեղ դադարեցված է արտահանումները, մենք մնացել ենք Ռուսաստանից եկող դանդաղող մատակարարումների հյուսի։ Հեղուկ գազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներ էլ կան, որ շուկայում ապրանքի դեֆիցիտային իրավիճակից օգտվելով վառելիքի գինը անտրամաբանական բարձրացնում են։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն այստեղ անելիք չունի արդյոք։ Դիքի չարաշահման դեպքեր կան, 100-ից 1-2-ը, որոնք ստեղ ունեն իրենց գազապայեստարանները, դառնում են այսպես գերիշխող դիկ ունեցող։ Հայաստանում հեղուկ գազ պայեստավորման կարողություններ քիչ կան։ Այն ով որ ունի, օգտվելով առիթից սկսում է թանկացնել։ Գնաճով պայմանավորված վերահսկողությունը բավականին թույլ է։ Ինչի ոչ մեկ դեռևս պատասխանատվություն չի ենթարկվել, ինչու մրցակցության պաշտպանության համապատասխանատվություն չի արել։ Հեղուկ գազի թանկացման դեֆիցիտի հարցը կառավարությունում էլ քննարկեցին, գրեթե նույն պատճառաբանությունը։ Լարսը փակ է, լոգիստիկ խնդիրներ կան, որն է լուծման տարբերակը։ Կառավարությունում հայտարարում են, թե ապագայում ճանապարհների ապաշրջափակման դեպքում հնարավոր երկաթգծի շահագործման տարբերակը կլուծի այս հարցը։ Մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները իրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Դա բարձրաստանություն ունեցող ապրանք է եւ շատ հաճախ օրինակ երկրները ցույց են տալիս իրենց տարածքով հեղուկ գազի երկաթուղային փոխադրումները։ Գործադիրի ղեկավարի մակարդակով վստահեցնում են, որ օրինակ 2026-ի դեկտեմբերին հեղուկ վառելիքի շուկայում նույն իրավիճակը չի կրկնվի։ Առաջիկայում գազի գինը էլի կբարձրանա, տնտեսագետներն են կանխատեսում։ Ով պետք է չարաշահումների համար կրի պատասխանատվություն եւ վարչական պատասխանատվություն կկրեն արդյոք շուկայում ստեղծված իրավիճակի առիթից օգտվողները։ Համենայն դեպս վարչարարություն կիրառող պետական մարմիններից կոշտ հայտարարություններ դեռ չկան։ Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025 թվականին գործարքների թիվը նվազել է։ Նախորդ տարի հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244,000 գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247,900։ Նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Եթե 2024 թվականին 19,000 մի փոքր ավել առաջնային գնման իրավունքի գործարքեր տեղի ունեցել, ապա 25 թվականին այդ թիվը կազմել է շուրջ 16,300։ Մենք հիշում ենք, որ
Սա կապված է նաև նրա հետ, որ եկամտարկի վերադարձի ինստիտուտն է ձևափոխվում եւ համապատասխան գոտիներում հաջորդաբար դուրս է գալիս եւ 2024 թվականը այդ իմաստով եղել է ակտիվ։ Եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանում այլևս չի գործում։ Նախորդ տարի գործարքների թվի նվազումը կապված է նաև այս հանգամանքի հետ, բայց միևնույն ժամանակ 2025-ին անշարժ գույքի շուկայում կատարված գործարքները գերազանցում են 2022-2023 թվականների ցուցանիշները։ Ներկայում էլ նոր օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում շուկայում ակտիվությունը պահպանելու համար։ Այժմ արտերկրում գտնվող քաղաքացիները մեր երկրում առավել պարզ կարգով կարող են բնակարան ձեռք բերել։ Գործող փորձնական ծրագրով նրանք կարիք չունեն լիազորագիր ձևակերպել երրորդ անձանց անունով կամ անձամբ գալ Հայաստան։ Մենք ներդրեցինք էլեկտրոնային գործիքակազմ, ESM նույնականացման համակարգով, կողմերը կարող են իրենց տանից նստած եւ գնորդը եւ վաճառողը գտնվեն ամեն մեկը իրենց հարմար վայրում, ստորագրեն համապատասխան առուծախի պայմանագիրը ESM նույնականացման համակարգով, վաճառողը ստորագրի հավաքագրելով համակարգի մեջ գնորդի վերաբերյալ տվյալներ, գնորդը մուտք գործելով իր անձնական գրասենյակ այնտեղ կտեսնի համապատասխան պայմանագրի ստորագրված տարբերակը, ինքն էլ կստորագրի այդ պայմանագիրը եւ ավտոմատ այդ դիմումը կներկայացվի իրավունքի պետական գրանցման։ Նոր պահանջներ կսահմանվեն նաև վաճառքի կամ վարձակալության հանվող անշարժ գույքի նկատմամբ։ 2026 թվականի երկրորդ կեսին ուժի մեջ կմտնի օրենքը, ըստ որի ռիելթորները պետք է ատեստավորում անցնեն։ Բացի այդ կներդրվի անշարժ գույքի կառավարման նոր ինստիտուտ, որը թույլ կտա սեփականատերերին առանց ավելորդ վարչարարության գույքը հանձնել կառավարման եւ եկամուտներ ստանալ։ Ներդրվելու նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու է արդեն անշարժ գույքի որակական հատկանիշները եւ այնուհետեւ նոր միայն թույլատրվելու է, որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի, սա օգնելու է մեզ, որպեսզի մենք կարողանանք հստակ վստահ լինել, որ շուկայում ցուցակագրվող գույքերը, այսինքն այն գույքերը, որոնց վերաբերյալ տեղադրվում են հայտարարություններ էլեկտրոնային համակարգում վաճառքի կամ վարձակալության, դրանց պարամետրերը լինեն ստուգված եւ հաստատված արդեն լիազոր մարմնի կողմից։ Նոր նախաձեռնությունները միտված են անշարժ գույքի շուկայում փոխադարձ հարաբերությունների կարգավորմանը եւ նոր ստանդարտների սահմանմանը։ Հունվարի 15-ին Volkswagen ID4-ը Միկոյան 4 հասցեում բախվել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակին կոտրել այն։ Ցուցանակն ընկել է այդ պահին անցնող կնոջ վրա, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, հետո էլ օգնել քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Սայդը 8:30-ի սահմաններում է եղել, հիմա է որ ճանապարհը բաց է, բայց այդ ժամանակ երբ որ Volkswagen-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակին, ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, վթարից հետո նոր եկել են նայ։ Հունվարի 18-ին մերկասառույցի պատճառով Արտենի Արագածավան ճանապարհին բախվել են Volkswagen Passat-ն ու Opel Zafira-ն։ 3 հոգի, այդ թվում 8 տարեկան մի աղջնակ վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ճանապարհն ամբողջությամբ ձյուն էր, աղուավազել չկար։ Իդեպ մոտ միջև այստեղ գալը մոտ 10 կիլոմետր նույն բարձի թողի վիճակն է, ամբողջ, որ չիմանաս քեզ կթվա թե դաշտի միջով ես գնում ամբողջությամբ ձյուն։ Հունվարի 17-ին Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արթիկապարան Երևան թիվ 355 երթուղին սպասարկող մարդատար գազելն ու գազ 69։ Վերջինը դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում։ 8 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Արագածի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Ծաղկահովիտ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Փոխմարզպետն է հիվանդանոցում եղել, վիրավորների առողջական խնդիրներին ծանոթացել։ Ճանապարհը այս վթարից հետո են բերելը ցե։ Ճանապարհը եղել է մերկասառույց,
ճանշինը Մարտիրոսյան ՍՊԸ-ն է եւ միայն վթարից հետո նոր բարեհաճել են աղու ավազ են լցել։ Հունվարի 17-ին Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, BMW-ն, Kia-ն, Ford-ը եւ Gazelle-ը։ BMW-ն ու Toyota-ն եղել են կայանված 6 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տեղում են նաև ոստիկանության գվարդիայի ծառայողները, ովքեր պարեկների հետ արդեն տեղում Հունվարի 16-ին Մուսալեր բնակավայրի վարչական տարածքում Ֆորդը դեպի Արմավիրի մարզ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունն ու բախվել դեպի Երևան ընթացող Նիսանին։ Վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կիսակառույց շինությունում, իսկ Ֆորդը հայտնվել է երթևեկելի գոտում։ 4 հոգու օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության վաղաշապատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն էլ վիրավորներին տեղափոխել են վաղաշապատ բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն են տեղափոխել։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարը Վանիկ Սաղոյանը։ Հունվարի 17-ին խոշոր հրդեհ տեղի ունեցել Մայրաքաղաքում Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է արվել։ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկներ են պայքարել կրակի դեմ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժշկական օգնության կարիք բարեբախտաբար չի զգացվել։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան։ Հունվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող հատվածում Կասկադ համալիրի կիսակառույց շինության մոտ քարերի վրա դի է հայտնաբերվել։ Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները։ Նրանք մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։ Ի դեպ մահացածը ոստիկանության քանաքերթ Զեյթունի բաժնի եւ իր հարազատների կողմից որոնվում էր։ Նրան որոնում էին ոչ միայն համայնքային ոստիկանները, այլ նաև հարազատները։